Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ խոսելու ենք շատ կարեւոր թեմայից։ Ասում են յուրաքանչյուրս այն ենք, ինչ ուտում ենք։ Ինչպես ճիշտ եւ գրագետ սնվել, որպեսզի պահպանվի գեղեցիկ արտաքին տեսքն ու դիմանանք ցրտերին։ Կա արդյոք սեզոնային սննդակարգ, այս եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ կխոսենք մեր գեղեցկուի հյուրի հետ, Մագա Մարտիրոսյան սննդաբան։ Լույս առավոտի։ Բարի լույս, անչափ շնորհակալ եմ հրավերի համար։ Հուսով եմ այսօր հետաքրքիր ինֆորմատիվ զրույց կստացվի, համենայն դեպս կփորձեմ օգտակար լինել մեր հեռուստադիտողի համար։ Ու ես միանգամից, ես ու իմ շատ ընկերներ մենք այդպես ենք, ասում են, հիմա դուք կասեք դա այդպես է թե ոչ, եթե սիրտդ օրինակ գիշերը ժամը 23:00 կամ 1-ին խմորեղեն ա ուզում ու դու տենչում ես, ավելի լավ է բացես սառնարան այդ մի խմորեղենը մի փոքր կտորը ուտես, քանզի դե այդ ցանկությունով գնաս պարկես քնես, դու առավոտ կարողանաս մի քանի կիլոգրամ էլ ավելի գիրացած։ Դա այդպես է թե ոչ։ Այդ կարելի է այսպես միֆ համարել, քանի որ դա ես չէի համարի առողջի սկզբունքով, այսինքն ուտեք այդ մեկ կտոր խմորեղենը եւ առավոտյան արթնանաք ավելի թեթև քաշով, քանի որ ավելի գիրացած չէ։ Եկեք առհասարակ բացառենք այդ խմորեղեն ուտելու սովորությունը երեկոյան ժամերին, քանի որ եթե մեր սննդային ռացիոնը կազմակերպենք ճիշտ եւ հստակ, մենք այդ ժամերին առհասարակ չենք ունենա ուղղակի ցանկություն ուտելու։ Այսինքն ամեն ինչ կախված է օրվա առաջի կեսին կազմակերպելիք սննդային ռացիոնով, որը մեզ թույլ կտա ուղղակի երեկոյան ժամին բացառել այդ սուր արտահայտված ծովի զգացումը։ 11-12-ը սխալ ենք սնվել, դրա համար այդ ժամին ես ինչ-որ բան եմ։ Օրվա առաջի կեսին է հենց պետք է ստարտը տալ այդ առողջ սննդի, որ երեկոյան ժամին ուղղակի այսպես ասած սրիվացվածը չունենանք։ Всё, Արտուր էլ չենք ուտում։ Այո։ Ասում են յուրաքանչյուրս այն ենք, ինչ ուտում ենք։ Այս խոսքը որքանով է համապատասխանում իրականությանը։ Ավելին քան համապատասխանում է իրականությանը, որովհետև այսօր սնունդը մանավանդ մեր օրերում մենք գիտենք ինչքան է վերամշակման ենթարկում եւ ինչքան է մնում հենց այն բուն առողջ սնունդը, որ մենք կարող ենք օգտագործել ու այո, մենք հենց այն ենք, ինչ մենք ուտում ենք։ Այդ սխալ սովորությունները, որ մենք ձևավորել ենք դեռևս մանկուց, այսպես դաստիարակչական բնույթով մեր մամաների ժամանակներից միշտ մեզ ասել են հացով կերեք սա։ Այո։ Ու այդ մշակույթը հենց այդ տարիքից սկսած է սխալ ձևավորվել ու հիմա մենք այսօր շատ ռոպագանդվում առողջ ծնվելը, առողջ մոտիվներով շարժվելը, բայց պետք է չմոռանանք նաև այդ սննդային վատ սովորությունները, որ մեզ տրվել է, դասյարակվել ենք այդ սովորություններով, իհարկե այստեղ բնավ չեմ ուզում մեղադրել ծնողներին, քանի որ ժամանակներում կար ուղղակի կշտանալու խնդիր, այո, ունեին մարդիկ եւ ուղղակի պետք էր գոյատևել եւ այդ հաց օգտագործելը նպաստել է ուղղակի կուշտ լինելուն, բայց հիմա մենք ունենք շատ լավ հնարավորություն այդ ամեն ինչը շտկելու, համենայն դեպս հաջորդ սերունդներին փոխանցելու համար ու կարծում եմ ճիշտ ժամանակն է սկսել հենց մեզնից, որպեսզի օրինակ հանդիսանանք մեր բալիկների եւ հաջորդ սերունդների համար սննդային ճիշտ ռացիոնի հետ կապված։ Եթե օրինակ ուզում ենք առողջ արտաքին ունենալ, շուտով գիտենք, որ արդեն ցրտերը, սառնամանիքները մոտենում են։ Ինչ սնունդ կամ ինչ սննդակարգով փորձենք սնվել։ Առողջ։ Առողջ ինչ ասել է, այսինքն պետք է լինի սնունդը բալանսավորված։ Այսօր շատ է ցիտվում այդ միտքը առողջ ափսե, բալանսավորված մթերք, ինչ ասել է դա։ Հա, ուղղակի ափսեն վերցնում եմ մեր տանը, հարցնում եմ, չի պատասխանում, առողջ է դա է։ Չէ, ափսեն ինքնին պետք է լինի, դատարկ ափսեն վերցնում ենք, մենք մոտենում ենք այն պրոդուկցիային, այն սննդամթերքին, որը պետք է օգտվենք։ Պետք է հասկանանք ինչից պետք է կազմված լինի այդ առողջ ափսեն։ Առաջին սպիտակուցներից, որը մեզ կտա կշտության զգացողություն, որը կտա մեր օրգան համակարգին սնուցում, մկանաթելերին, այսպես ընդհանուր համակարգին, երկրորդ ածխաջրեր, որոնք շատ կարևոր են մեզ էներգիայի աղբյուրով ապահովելու համար, այսինքն բացառել ածխաջրերը, գիտենք որ ածխաջրերը բացառելուց այսպես քաշի կորուստ կունենանք, բայց արդյոք կունենանք էներգիա օրվա, այսպես մեր գրաֆիկը հագեցած, գիտենք ինչքան հագեցած գրաֆիկ ենք բոլորս ունենում, չենք ունենա, այսինքն պետք են ածխաջրեր այդ ափսեում։ Հետո պետք է առողջ ճարպեր, որը ցանկալի է կիրառել օրվա առաջին հատվածում եւ պետք է պարտադիր բջջանյութ, նույն ինքը մանրաթելեր, որոնք օգնում են ել ավելի այդ սնունդը լավ այսպես մարսվելուն են նպաստում եւ օգնում են, որ օրգանիզմից դուրս գան նաեւ ոչ պետքական նյութեր, այսինքն դրանք հեշտացնում են նաեւ ընդհանուր նյութափոխանակության process-ը, որը 4 կոմպոնենտից պետք է բաղկացած լինի առողջ բալանսավորված ափսեն, ածխաջուր, սպիտակուց, մանրաթել եւ առողջ ճարպեր։ Ես հարց ունեմ քեզ։ Քեզ տալիս ենք ափսե դատարկ, ինչ սնունդներ կընտրես, որ համարես, որ դա առողջ է։ Ամեն ինչ։ Չէ, օրինակ, սպիտակուց, ինչ կընտրես։
Ես անկեղծ ասեմ, ես ինչ եմ ուզում ասել։ Ես Մեր հեռուստադիտողին կարծում եմ շատ ավելի հետաքրքիր կլինի, այսպես որովհետև շատերը ածխաջուր սպիտակուց որ ասում են, կարող է չհասկանան։ Գիտեն, բայց գործնականում չգիտեն, որ օրինակ, վերցնում ենք ափսեն սպիտակուցը, հավի կրծքամիս, տավարի միս կամ, չգիտեմ, ցանկացած միս, չէ, օրինակ, ձկան, ձուկ։ Հետո ածխաջուրը ինչ կվերցնես։ Ես չգիտեմ, ինչ ունենք դրանց ցեղանից հետ ասա։ Մենք ամեն ինչ ունենք։ Պատկերացրու ամեն ինչ ունենք։ Հետաքրքիր է, որ դու հետո արդեն սկսես ավելի առողջ եւ Ես անկեղծ եմ ասում, ես հիմա առանց տենց եմ որ բեմադրված, ափսեի մեջ կդնենք սա, որպեսզի առողջ։ Չէ, զուտ ուղղակի ճիշտ է ուզբուղորթի, ասենք։ Իմ ասածը խնդրում եմ հասկանաք, պարոն Լիտվին։ Միսը դրեցինք սպիտակուցը, հաջորդը ածխաջուրն է։ Ինչ կդնես։ Դե չգիտեմ, երևի բանջարեղեններից։ Գրեչկա օրինակ, հնդկաձավար մի քիչ։ Չես սիրում։ Լավ, էլ։ Բրինձ օրինակ։ Okay, Ոսպ, օրինակ, եւ այլն։ Իսկ ենթարկող ամենասիրելին է կարտոֆիլ սիրում ես։ Իմ ափսեն արդեն անհետաքրքիր է։ Մենք հայրս դեք ինչ մի հատ sense խնդիր ունենք, երբ որ գնում ենք, չէ, Եգիպտոս կլինի, Դուբայ կլինի։ Գնում ենք Հանգստան, ափսեն վերցնում ենք, որ սեղանները պահ։ Երկու սպիտակուց, չէ, որը չի կարելի, պարտադիր։ Ես մեր գեղեցկուհի սննդաբանին հարց ունեմ։ Օրինակ մենք երբեմն սնունդ ընդունելիս անում ենք մեծ սխալներ։ Օրինակ երկու սպիտակուց մի անգամից չի կարելի ընդունել։ Դու գիտեի՞ դա։ Օրինակ պանիր եւ ձու, որը մենք այսպես էլի Բայց մշակութային դա էլ ամենասխալը մենք միշտ ենք այդպես։ Մենք միշտ ենք այդպես արել, բայց ժամանակ եկել է փոխել, գիտեմ դժվար է, բայց պիտի փոխենք, որ հետո հետագա սերունդներն էլ այդ ինֆորմացիա փորձեք ուղղակի մեկ անգամ, մեկ սննդի ընդունման ժամանակ կիրառել մեկ սպիտակուց, հետո երկրորդ անգամ 2-3 սպիտակուցներ ու փորձեք ձեր ինքնազգացողությունը համեմատել առաջինի հետ։ Այդ հեշտ ասում եք, փորձեք, բայց դա իրականում շատ դժվար է։ Շատ դժվար է, շատ դժվար, համաձայն եմ, որովհետև ուղղակի արմատապես փոխում ենք մի բան, որը sense մշակույթներով դարեդար sense եկել փոխանցվել է, ու մեկ էլ մի օրում հոգ որոշում ենք, որ պիտի փոխենք, բայց այդ քայլից շատ բան է կախված, որովհետև այո, օրինակ սպիտակուցներին անդրադարձանք, շատ տարբեր ժամանակահատված ունեն մարսելիության եւ այն խնդիրները, որ այսօր բախվում ենք գաստրիտի, այսքան շատացումը, հա, ստամոքսաղիքային տրակտի հետ խնդիրներ, այս ամեն ինչը բերել է հենց այդ սխալ սննդային վարքով։ Եկել է դրանից, այսինքն պիտի փորձենք դա մաքսիմալ շտկել։ Իսկ երեխեքի մասով էլի նորություն ինչ Երեխեքի մասով մի փոքր մեղմ է այդ սպիտակուցներ խառնելու, մի փոքր վերապահումներով ենք մոտենում ենք սննդաբաններս, որովհետև իրենց տարիքին բնորոշ այդ սնուցումը էլ ավելի այսպես նպաստել է, էլի փոքր կան որոշակի պարամետրեր, որոնց պետք է հետևենք, բայց մեծերիս խորհուրդ է տրվում ուղղակի պարզապես մեկ սպիտակուց օգտագործել մեկ սննդընդունման ժամանակ, այսինքն օրվա ընթացքում դուք կարող եք 3-4 տեսակի սպիտակուց ուտել, բայց մեկ սննդընդունման ժամանակ մեկը պետք է օգտագործեք։ Այսինքն չես կարող նստել ուտել հավի միս, հետո օրինակ ձուկ մի անգամից։ Պատկերացրեք մայրաքաղաքային աղցանը շուտով տոներ են մոտենում, այդ ինչից հետաքրքիր կաշայա չէ ստացվում։ Այդ մսի տեսքով, ձվի տեսքով, չգիտեմ, երբեմն օգտագործում է կամ թթվասեր կամ մայոնեզ ավելի վատ տարբերակը, բայց պատկերացրեք 3 տեսակի վատ սպիտակուց միքսվում է ու նոր տարվա օրերին այդ համեմված այդ այսպես ասած ազդրով մեր հայկական շատ սիրում ու հետո ասում ենք մենք փոխվածություն ունենք, մենք վատ ենք զգում։ Եթե դա է մտնում ես ասում են բլինչիկից չես կերել։ Դե հա, բլինչիկն էլ եթե գումարվի տավարի միս, որը էլի ունի ուրիշ մարսելիության ժամանակ, դրան գումարենք գազավորված ըմպելիքներ, որոնք աղետ են արդեն պլյուս դրան, օրվա վերջում մենք զարմանում ենք, ասում ենք ինչ որ այսօր շատ փքված եմ, վկնատության զգացողություն ունեմ, դե խեղճ օրգանիզմ, օրգան համակարգ արի դիմացի այդ կաշային էլի։ Բուդիկից տակածի մեկը ծրուտել։ Եկեք չափաբաժիններից խոսենք։ Օրինակ կարծում եմ հեռուստադիտողը կտա այդ հարցը ինքն իրեն։ Ճիշտ է չափաբաժիններով օրվա ընթացքում ուտել 3 անգամ, 5 անգամ քիչ-քիչ, ինչպես։ Պետք է առհասարակ այդ բաժանումը ի սկզբանե օրվա ռացիոնը բաժանումը արդեն օրվա սկզբում պլանավորած լինի, այսինքն օրվա ընթացքում ես պետք է ուտեմ սա։ Այս ամեն ինչը կազմակերպելու հեշտացնելու համար մեր խառը գրաֆիկում սովորաբար խորհուրդ եմ տալիս միշտ ունենալ սառնարանում կտրատած բանջարեղեն, որպեսզի արագ տուն մտանք, պատրաստի ունենանք այսպես աղցանի տարբերակ, չգիտեմ, խաշած պատրաստի ունենանք սպիտակուցային այսպես հավի միս կլինի կամ տավարի միս կլինի, չգիտեմ, խաշած պրոդուկտներ ունենանք սառնարանում, որ արագ կարողանանք կազմակերպել։ Չափաբաժինները այսպես սովորաբար ասում են, որ ձեռքի ափը հենց համարվում է ափսեի այդ պարունակությունը ամեն մարդու ձեռքի ափ,
Այս սոված։ Այսպես չափաբաժինը ամեն մեկի համար այդ յուրովի ապսե բաշխելու, այսինքն այս ափի մեջ պետք է արդեն ներառված լինի այդ իմ ասած ածխաջուրը, սպիտակուցը, ճարպը եւ այլն։ Իսկ դու երկու ափով ես, երևի չէ։ Ես ափով պլյուս դժվար մեկում էլ տեղավորվի, սա այսպես են բաժանում։ Այսինքն եթե մենք ունենք նախապես պրոդուկտներ, սա կարծում եմ հեռուստադիտողին էլ հետաքրքիր լայֆհակ կդիտարկվի, որ նախապես ունենանք մենք արդեն իսկ այսպես մեր պաշարը սառնարանում շատ արագ հեշտ կարելի է կազմակերպել արդեն պատրաստի առողջ ինգրեդիենտներով, ուղղակի տուն մտնելուց ոչ թե շտապել հաց ու պանիր բրդուճ տարբերակին, այսպես հեշտ տարբերակ, այլ ունենալ ինգրեդիենտներ արդեն նախապես պահեստավորված, ուղղակի ձիթայուղ անել, այսպես թեթև աղցան արդեն համով պատրաստ է, խաշածնից ունենք պատրաստ։ Եվ կա մի միտք ապացուցված, այսպես ասած, որ առողջ լինելը, գեղեցիկ լինելը միայն առողջ սնվելը չէ, այսինքն մենք պետք է ճիշտ ժամանակին քնենք, նորմալ ջուր խմենք օրվա ընթացքում, կարծում եմ ճիշտ կլինի խոսենք հենց այդ մասով։ Այո, միանշանակ համաձայն եմ, եւ քունը, եւ ջրի բալանսը դա շատ եւս կարեւոր է, որտեղ հիմա օրինակ մաշկի չորություն են ունենում շատերը։ Ջրի պաշարը օրգանիզմը մենք ցուրտ եղանակին որպես կանոն քիչ ենք օգտագործում հեղուկ եւ ամառը հակառակը, բայց մեր օրգանիզմը նույն կերպ աշխատում, այսինքն ինքը տենց չի առանձին աշխատում, ձմռանը ամառ հատուկ ինչ-որ համակարգով, ամռանը ինքը նույն ձև պահանջում է այդ հեղուկը, այսինքն եթե մենք գոնե չենք տալիս, փորձենք որոշակի էլի մթերքներով կոմպենսացնենք, չգիտեմ, ներառենք այնպիսի բաներ, որ մեզ ավելի այսպես կնպաստեն, չգիտեմ, մաշկի չորությանը չեն բերի եւ այլն եւ այլն։ Շատ մի հոտ տանենք, շատ ամենը շատ կարևոր է։ Քանի որ մենք քաղցրակեր ենք մեր տեսակով, կարծում եմ դու եւս։ Ունենք այնպիսի տարբերակներ, որ կարողանանք քաղցրի պաշարը առողջ կերպով լրացնել։ Իհարկե ունենք։ Մի երկու լայֆհակով կուզեմ։ Հետաքրքիր կոնֆետներ կարելի է պատրաստել, նույն օրինակ արմավը, որ ինքնին այդ քաղցրությունը ունի բնականից, կարելի է ուղղակի այսպես հանել, նուշ դնել մեջը ու դառը շոկոլադով պատել։ Հրաշալի է, այսպես լավ տարբերակ առողջ քաղցրավենիքի, կամ նույն օրինակ իմ էջում էլ ունեմ խլեպցիների տարբերակը, չորահացուկների, գետնանուշի կարակով ենք պատում, վերջում լցնում այդ շոկոլադը ջնարակը, դառը շոկոլադ հալված, շատ հետաքրքիր առողջ վաֆլի տարբերակ, այսինքն առողջ բաղադրատոմսերով այսօր մենք չենք կարող բողոքել, որ չկա, քանի որ հարթակը շատ մեծ է, բոլորը փնտրելուց կարող են հաստատ գտնել առողջ տարբերակը ու այդ սկզբի փուլն է դժվար։ Երբ որ մենք սովորեցնենք մեր օրգանիզմին, որ հնարավոր է նաև այս քիչ շաքարով, քիչ էլի համով տարբերակ, օրգանիզմը հետո ուղղակի շատ վատ կարձագանքի, երբ որ դուք ձեր հերթական սովորության բնույթով ասենք ձեռքը տանենք ինչ-որ այն համով մեր սովորած քաղցրավենիքին կամ ասենք ինչ-որ կրեմային բանին, արդեն ուղղակի չեք ուզի ուտեք, որովհետև չի ընդունի օրգանիզմը։ Եվ կարծում եմ այս ամենը ուղղակի խոսքեր է, չէ՞, կան մարդիկ, որ ասում են, «Ոյ, ես պաշտում եմ քաղցրը, չեմ կարող հրաժարվել», բայց կա ցանկություն, որ ասում են չեմ կարող, ինձ թվում է չեմ կարող ուղղակի բառը, որ պետք է կոմֆորտ զոնայից դուրս գալ չեն կարող։ Դա այ հնարավոր է, բայց օրգանիզմը շատ լավ էլ կարող է, նույնիսկ պետք է, այսինքն եթե ուղղակի մարդը մի փոքր նեղություն տա իրեն ու այդ կոմֆորտ զոնայից դուրս գա, հետո օրգանիզմը էլ եմ ասում, օրգան համակարգերը այնքան հետաքրքիր են արձագանքում այդ նոր սովորություններին։ Ուղղակի պետք է մեզ այդ հարմար, այսպես բազմոց վիճակից մեզ մի հատ հանենք ու դնենք կոնկրետ դիսցիպլինա մեր համար, որը կբերի բնականաբար համացանցի հայտնվելու պես մեր կյանքը շատ բան փոխեց դե իհարկե ու հիմա ամենամեծ խնդիրը նաև գիտեք ինչու՞ն է ու վստահ եմ դուք էլ եք նկատել դա երբ տարբեր խմբերում նայում ես մարդիկ գրում են Ժորժ ջան խնդրում եմ մի ոնց անեմ որ չգիտեմ մաշկը sense լավ լինի ոնց անեմ որ նիհարեմ ոնց անեմ որ առողջ ծնվենք ու այնտեղ արդեն մտնում են հորաքույրի բաղադրատոմսը իսկ մեր հարևան տատիկ Սիրանուշը գիտեք ինչեր է արել արել, նենց արել։ Այսինքն որքան էլ այդ դեպքում ցավոք սրտի սխալները շատ են լինում, մենք միևնույն դասեր չենք քաղում դրանից։ Մենք միևնույնը շարունակում ենք համացանցից պատահական մարդկանցից ինչ որ խորհուրդ հարցնել ու չենք հասկանում, որ այդ հարցերի պատասխանը տալիս է սննդաբանը, համապատասխան մասնագետներ կան։ Բայց միևնույնն է մենք ու հիմա վստահ եմ մեր հեռուստատիտողների շատերն իրենց կգտնեն այդտեղ, իրանք էլ այո, այդ հարցերը գրում են ու հենց այդպես էլ փորձում են իրենց
խնդիրը լուծել։ Դե դա ավելի հարմար տարբերակ է կարծում եմ եւ ֆինանսապես է հարմար, ուղղակի այդպես լսել խորհուրդ, հետո որոշել անել, բայց չեն գիտակցում, որ առողջության հետ կոնկրետ խաղ են կանում ու դա պետք չի, ուղղակի պետք չէ այդ կերպով վերաբերել մեր առողջությանը։ Միշտ այս ֆրազան օգտագործում եմ իմ նիհարող աղջիկների հետ եմ մասնավորապես աշխատում, քանի որ ու ասում եմ, որ երբեմն մարդիկ այսպես ափսոսում են այդ գումարը վճարել սննդաբանին, գերադասում են ինչ որ հագնել հագուստ, որի մեջ այնքան էլ կոմֆորտ չի տեղավորվել, դա գեղա մի խոսքով էսթետ չի, բայց չվճարել սննդաբանին, մինչդեռ պետք է հակառակը անել, ուղղակի հասկանալ ոնց կազմակերպել սննդային ռացիոնը, որովհետև եթե դու հագնես նույնիսկ կներեք կարտոֆիլի պարկ, բայց այն ինքնավստահ կանացի քո, չգիտեմ, էներգետիկայով եւ սիրուն զգաս այդ ամեն ինչի մեջ, դա հաստատ ավելի, այսպես ասած, շահեկան է, քան շատ թանկ հագուստ գնես, բայց դու մեկ է կոմֆորտ չզգաս այդ ամեն ինչում։ Սա ինչի բերեցի այդ դաշտ, որովհետև մեծամասամբ ֆինանսական խնդիրներն են թերևս բերում դրան, որ մարդիկ ուղղակի փորձեն ինքնակազմակերպել եւ այսպես ասած լսել ծանոթ բարեկամների խորհուրդները, ինչը պետք չէ լել։ Կարծում եմ առողջությունը ավելի թանկ է։ Կարծում եմ այս եթերից հետո ես մեր սառնաներա կողպեկ եմ գցելու բանալի տալել մերոնց ու ասում երբեք ինձ չտան ու երևի եթե դուք գտեք խորհուրդ մեր հեռուստադիտողին, որ հիմա երիտասարդ ենք, սնվում ենք ինչպես ուզում ենք, քնում ենք երբ ուզում ենք, բայց երբ որ արդեն 50+60+70+ լինենք, այդ ժամանակ ենք զգալու այն մեր արած սխալների։ Ես կարող եմ ասել, որ սա ներդրում է, շատ ճիշտ ներդրում է մեր առողջության համար, մեր առողջ ծայրության համար, այսինքն հիմա արված ցանկացած բան շատ լավ ներդրում է համարվում հետագայում առողջ ու լավ այսպես ծայրություն ունենալու համար։ Շնորհակալ ենք շատ։ Այո։ Մեր հյուրն էր սննդաբան Մագա Մարտիրոսյանը, մի վախեցեք դիմել մասնագետներին, որովհետև առողջությունը շատ ավելի կարևոր է եւ թանկ։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օր։ Վաղը տաղավարում կաշխատեն մեր ընկերները, մեր մյուս գործընկերները, իսկ մենք կհանդիպենք 5 շաբթի։ Մնացեք կենտրոն հեռուստաընկերության։ Ձեզ լավ օր։